Սիրելի ժողովուրդ, ես մտածում էի, ինչպես ես ներկայացնեմ մեր վարչապետի թեկնածուին։ Սկզբից մտածում էի, սկսեմ ամենակարևորից, որ նա վերջապես իր գերբնական համառության շնորհիվ մեր երկիրը հասցրել է այդքան սպասված խաղաղության։ Հետո մտածում էի ավելացնեմ, որ նրա կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի շնորհիվ եւ գործարարներին աջակցության շնորհիվ մենք ամեն տարի 2018 թվականից հետո ունեցել ենք կայուն եւ շատ մեծ տեմպերով հնա աճ։ Հետո մտածեցի ասեմ, որ մեր բյուջեն է կրկնապատկվել, հետո մտածեցի ասեմ այն բազմաթիվ գեր ժամանակակից զինատեսակների մասին, որը մենք գնել ենք, հետո մտածեցի ասեմ ամրացված շրջանների մասին, մտածեցի ասեմ 2025 թվականին առաջին անգամ ներգաղթ ապահովելու մասին, զբոսաշրջության 35% աճի մասին, բայց հետո մտածեցի մի վայրկյան, կարելի ավելի պարզ բան ասել։ Ժողովուրդ, մեր վարչապետի թեկնածուն կարող է արտասանել արկածախնդիր եւ հաղթարշավ բառերը։ Ժողովուրդ, մեր թեկնածուն, ասենք թե համապատասխան գիտի, ասենք թե եւ համապատասխան բառերի նշանակությունը։ Ժողովուրդ, մեր վարչապետի թեկնածուն գիտի խոսել, գրել եւ կարդալ հայերեն։ Ժողովուրդ, մեր վարչապետի թեկնածուն եւ մենք երբեք թույլ չենք տալու, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը գա Հայաստանում իշխանության եւ Հայաստանում անգլերենը եւ ռուսերենը հռչակի պետական լեզու։ Ինչա թե կներեք, իրանք չգիտեն այդ հայերեն լեզուն նորմալ։ Կրակը չենք ընկել։ Մեկ էլ էտելա տարօրինակ, լավ, ասենք թե հայերեն չգիտեն, բայց ռուսերեն անգլերեն էլ վստահ են, որ չգիտեն։ Սիրելի ժողովուրդ, այժմ ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու եւ պարզապես գրագետ մարդ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ շատ, սիրելի ժողովուրդ, Վայոց ձորի սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ ուզում եմ այսօր էլ խոստման համաձայն իմ ելույթը սկսել Սաղմոսով։ Սաղմոս համար 5, աղոթք ապահովության համար, դպրապետին ժառանգորդների մասին Սաղմոս։ Ականջ դիր իմ խոսքերին Տեր եւ ուշ դարձրու աղաղակից։ Ընդունիր ձայնն աղոթքներիս, Թագավոր իմ եւ Աստված իմ։ Աղաչում եմ քեզ Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու։ Դու անօրենություն կամեցող Աստված չես, եւ քեզ մոտ չարամիտներ չեն բնակվում։ Թող հանցագործները չապրեն աչքիդ առջև։ Դու ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ եւ նենգ մարդուց գարշում ես, Տեր։ Իսկ ես քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ եւ քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ սուրբ տաճարիդ մեջ։ Տեր, արդարության քո առաջնորդիր ինձ։ Իմ թշնամիների պատճառով ուղղիր իմ առջև ճանապարհները քո, քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա եւ նրանց սրտերը ունայնացած են։ Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները լին էնգությամբ։ Դատիր նրանց Աստված, որ ետ կանգնեն իրենց մտքերից։ Իրենց անչափ ամբարշտության համար վանիր նրանց։ Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան թող ցնծան եւ դու ապրես նրանց մեջ։ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի
օրհնես արդարին։ Տեր, քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ։ Շնորհակալ եմ այսքանն էր Սաղմոսը։ Սաղմոսի մեջ ասվում է ժողովուրդ, դատիր նրանց Աստված, դատիր նրանց Աստված։ Եվ Աստվածաշնչի մեջ ասվում է ձայն բազմած, ձայն Աստծու։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ ընտրությունները, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, ինձ համար նաև դատ են, ժողովրդի դատը քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների։ Եվ մենք այսօր այո, եկել ենք և մեզ հանձնում ենք ձեր դատին, և ինչպես ասել եմ բազմիցս, ժողովրդի ցանկացած որոշմանը մենք հլու կենթարկվենք։ Բայց ես էլի ուզում եմ ասել, այն մարդիկ, ովքեր կանգնում են տեսախցիկների առաջ կամ առանց տեսախցիկների և հայտարարում են, որ իրենք մի ամսից լինելու են Հայաստանի Հանրապետության վարչապետ, մի հատ էլ աչքով ունքով հասկացնելով, թե չգիտեմ, որտեղ ինչ է որոշված, նրանք չեն հասկանում, թե ուր են հայտնվել և ինչպիսին է այս պրոցեսի էությունը։ Եվ ես ուզում եմ էլի ընդգծել, ես չեմ կարող ասել, որ ես հունիսի 7-ից հետո լինելու եմ վարչապետ, ես կարող եմ հավակնել լինել վարչապետ, ես կարող եմ իմ թեկնածությունը ձեզ ներկայացնել, բայց ես նախ պետք է ինձ հաշիվ տամ, որ Հայաստանի Հանրապետությունում վարչապետի պաշտոնում ում լինելը, թե ով կլինի Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, դա բոլորովին այլ տիրույթի և այլ տիրույթի լուծման հարց է, և ես դորից ուզում եմ ընդգծել, և շատ կարևոր է, որ աստեղ նստած յուրաքանչյուր ոք այս արձանագրումը անի ինքը իր համար, թե ով կլինի Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքներով վարչապետ, դա կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը, այո համաձայն եմ, բարձրացրեք ձեր ձեռքը ովքեր, և այդ մեկ մարդը դու ես, 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 և այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության պետականատեր ժողովուրդ։ Բայց ես ուզում եմ նայել ասել, որ բացարձակապես համաձայն չեմ նախորդ հռետորի հետ, մի հարցում 50%-ով համաձայն եմ, 50%-ով համաձայն չեմ։ Ես համաձայն եմ, որ այդ մարդիկ, ում մասին նա խոսում էր, կսովորեն հայերեն։ Բայց ես համաձայն չեմ, որ մենք այդ մարդկանց բաց կթողնենք աշխատանքի շուկա։
Ես կարծում եմ, որ նրանք եթե այնուամենայնիվ աշխատեն, նրանք պետք է աշխատեն քրեակատարողական հիմնարկում։ Եվ ես հասկանում եմ բոլոր այդ մարդկանց, ովքեր ասում են, իսկ ինչու նրանք քրեակատարողական հիմնարկում չեն միջև հիմա։ Ես կարծում եմ ժողովուրդ, որ դա այսօր առավել է ձեզ տեսանելի եւ հասկանալի, որովհետեւ վերջին 8 տարիներին մենք բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնել եւ լուծել ենք եւ մարտահրավերների առաջ ենք կանգնել, լուծել ենք բազմաթիվ խնդիրներ, ունեցել ենք բազմաթիվ դժվարություններ, բայց այդ ամեն ինչը ուղեկցվել է մի զուգահեռ process-ով, որը շարունակվում է այսօր էլ այս պահին տեղի ունենում։ Մենք պետք է հաշիվ տանք, մենք 8 տարի այո Հայաստանը առաջնորդում ենք կառավարության կարգավիճակով, բայց մենք 8 տարի բառից բուն իմաստով կռիվ ենք տալիս, պատերազմում ենք նաև մաֆիայի դեմ եւ այս ընտրությունները Հայաստանում տարիների վեր հաստատված մաֆիան արմատախիլ անելու վերջին գործընթացն է եւ մենք այս ընտրությունների արդյունքում ձեզ հետ միասին պետք է գլխովին վերջնականորեն եւ անշրջանորեն ջախջախենք քոչարանասերժական մաֆիային եւ նրանց մետաստազներ կալուգացի օլիգարխին եւ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանին, որոնք Հայաստանի մաֆիայի պատերազմի կուսակցության պարագլուխներն են եւ մենք իրար հետ պետք է արմատախիլ անենք նրանց եւ կտրենք նրանց Հայաստանի Հանրապետության սրբազան հողից։ Ժողովուրդ, բայց այս ընտրությունների ամենակարևոր ասելիքը ուրիշ բանի մասին է, դրան ես ավելի ուշ կանդրադառնամ։ Ինչով ենք մենք եկել հերթական քարոզարշավին կանգնելու ձեր առջև եւ խոսելու ձեզ հետ։ Ես այսօր շատ եմ խոսել, չեմ ուզում գործընկերներն էլ խոսեցին, չեմ ուզում խոսել թոշակների բարձրացման մասին, առողջության ապահովագրության մասին, չնայած ես ուզում եմ խոսել այդ գործողությունների եւ որոշումների քաղաքական եւ էմոցիոնալ իմաստի մասին, որովհետեւ էլի ու էլի ասում եմ, ինձ համար ամենակարևոր բանը, որ 2018 թվականից հետո տեղի է ունեցել Հայաստանում, ոչ այնքան այն 6.6 միլիարդ լրացուցիչ դոլարն է, որ մտել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ այդ ծախսվել է շուրջ 5000 կիլոմետր ճանապարհներ, 300 դպրոցներ, 500 մանկապարտեզներ, լուսավորության համակարգեր, ջրագծեր, տանիքներ կառուցելու միջոցով ինձ համար ամենակարևոր նորությունը, ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել 2018 թվականի հեղափոխությունից հետո այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը եւ ժողովուրդը սիրում են իրար, պարզապես սիրում են իրար։ Եվ ինչպես երեք կապանում եմ ասել, իմ ամենակարևոր ասելիքը այս նախընտրական քարոզարշավի ընթացքում թվերի եւ փաստերի մասին խոսելը չէ, չնայած դա կարևոր է, եւ թվերի եւ փաստերի մասին կարող եմ խոսել ամենատարբեր ձևերով եւ ամենատարբեր ձևաչափերով։ Ինձ համար ամենակարևոր ասելիքը հետեւյալն է, որ ես կանգնած ձեր առաջ ուղիղ բնական իրական ժամանակում նայեմ ձեր աչքերի մեջ, ուղիղ նայեմ ձեր աչքերի մեջ եւ ասեմ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, ես քեզ սիրում եմ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, ես քեզ սիրում եմ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, ես քեզ սիրում եմ։
Բայց նաև կա մի փաստ, որի մասին ուզում եմ էլի խոսել եւ ընդգծել։ Այն կարևոր փաստի շարքում, որ արդեն 2 տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով որևէ մեկը չի զոհվել կամ վիրավորվել։ Եվ ինչպես իմ ամանորյա ուղերձում ասացի, որ 2025 թվականը մեր պատմության առաջին այդպիսի օրացուցային տարին է եւ մենք պետք է աշխատենք այդ մի տարին դարձնել 2 տարի, 2 տարին 10 տարի, 10 տարին 50 տարի, 50 տարին 100 տարի, 100 տարին 500 տարի, 500 տարին 1000 տարի։ Մենք այսօր այլևս մի տարվա ժամանակահատվածով եւ տեսադաշտով չենք ապրելու, մենք ապրելու ենք 500 տարվա, 1000 տարվա տեսլականով եւ Հայաստանի պետության հարատեվությունը ապահովելը, Հայաստանի Հանրապետությունը զարգացած, բարեկեցիկ, անվտանգ, ժողովրդավար եւ ժողովրդի իշխանությամբ սերնդեսերունդ փոխանցելը մեր մեծագույն առաքելությունն է եւ այդ առաքելությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք պետք է ամրագրենք որպես ժողովրդի պատմական առաքելություն։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2025 թվականը նաև առաջին տարին է մեր ողջ պատմության ընթացքում, երբ որ արտագաղթը վերափոխվել է ներգաղթի։ Ժողովուրդ, մենք պետք է հասկանանք այս պատմական պահը։ Հասկանում եք, առաջին անգամ մեր անկախության պատմության մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե փախել են Հայաստանի Հանրապետությունից, այլ վերադարձել են Հայաստանի Հանրապետությունում, որովհետև նրանք տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունը սիրում է իր քաղաքացուն, նրանք տեսնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին սիրում է իր պետությունը, եւ 2026 թվականի հունիսի 7-ը 2026 թվականի հունիսի 7-ը պետք է լինի մեր սիրո հաղթանակի օրը, քաղաքացու եւ պետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ Հայաստանի Հանրապետության փոխադարձ պատմական անշրջելի սիրո հաղթանակի օրը պետք է դառնա 2026 թվականի հունիսի 7-ը։ Եվ ինչպես այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը կանգնում է ձեր առաջ եւ Հայաստանի Հանրապետության անունից ասում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, ես սիրում եմ քեզ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին պետք է գնան ընտրական տեղամաս եւ իրենց քվեարկությամբ ասեն Հայաստանի Հանրապետություն, ես սիրում եմ քեզ, Հայաստանի Հանրապետություն, ես սիրում եմ քեզ, Հայաստանի Հանրապետություն, ես սիրում եմ քեզ։ Եվ ուրեմն, ժողովուրդ, եւ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին մենք պետք է տեր կանգնենք մեր պետությանը, պետք է տեր կանգնենք մեր անկախությանը, պետք է տեր կանգնենք մեր ապագային, որը այսօր է, պետք է տեր կանգնենք խաղաղությանը եւ մեր համոզմունքն է, մեր քաղաքական համոզմունքն է, որը մենք կիսում ենք ձեզ հետ, բայց դուք եք դատավորը եւ մենք հլուկը ենթարկվենք ձեր կայացրած ցանկացած որոշմանը, որտեղ դուք եք բարձրագույն տերը եւ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ձեզ է պատկանում իշխանությունը, բայց մենք կարծում ենք, որ խաղաղությանը տեր կանգնելու եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեր սերը արտահայտելու լավագույն եւ արդյունավետ միջոցը այս փուլում հունիսի 7-ի ընտրություններում գնալ ընտրական տեղամաս եւ քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին։ Եվ ուրեմն
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ջերմուկին, եղեգիսին, վայքին, եղեգնաձորին, Արենին, Վայոց ձորին, Հայաստանի Հանրապետությանը, բայց այնուամենայնիվ ուժգնությունը այն չի, մի հատ էլ պետք է կրկնենք։ Ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, դուք ասում եք 16-ին, 3 անգամ դա ենք ասում, որից հետո սկսում է պետության, բայց կարևոր է հասկանալ, ինչի ենք քվեարկում 16-ին, հասկանում եք, որովհետև դա ինքնանպատակ չի, դա պետք է ունենա բովանդակություն քաղաքական եւ քաղաքական էմոցիա։ Մենք քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք եւ թվարկումը շարունակեցի։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ջերմուկին, վայքին, եղեգնաձորին, եղեգիսին, Արենին, Վայոց ձորին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ժողովուրդ, հիմա մենք երեք ինչպես ավանդույթը հաստատել ենք, մենք նույն կերպ ես առաջարկում եմ, որ նույնը անենք եւ Վայոց ձորի մարզից էլ հանրապետության բոլոր մարզերին ողջունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ողջունենք Սյունիքի մարզին, Արարատի մարզին, Արմավիրի մարզին, Շիրակի մարզին, Արագածոտնի մարզին, Կոտայքի մարզին, Գեղարքունիքի մարզին, Տավուշի մարզին, Լոռու մարզին եւ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանին եւ ի վերջո բուռն ծափերով ողջունում ենք Վայոց ձորի մարզին։ Ժորժան, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։